Ռուսական բանակը ըստ տարբեր աղբյուրների վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի մեծ մասը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեղմում է օղակը Պոկրովսկում ուկրաինական զորքի շուրջ հարևան գյուղերը նույնպես իրենց վերահսկողության տակ են։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չի հաստատում տեղեկությունը, նշելով, որ ամեն օր մի քանի տասնյակ գրոհներ են հետ մղում։ Ռազմական փորձագետ Պավել Լակիչուկը Ազատության նստաշ Եվրեմիա հեռուստաալիքին ասել է, որ Պոկրովսկը շատ կարևոր կետ է, քանզի ապահովում է պաշտպանական գծի ամրությունը, եւ եթե ռուսական զորքը գրավի քաղաքը, դա նրանց համար ուղիղ ճանապարհ կբացի դեպի հարակից քաղաքներ։ Եթե մենք կորցնենք Պոկրովսկն ու Միրնոգրադը, ապա ռուսական զորքը ուղղություն կվերցնի դեպի Կոնստանտինովկա, Դրուշկովկա եւ Կրամատորսկ։ Ուկրաինայի նախագահը երեկոյան անդրադարձել է Պոկրովսկում եւ հարակից բնակավայրերում տիրող իրավիճակին։ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական զորքը մեծ ուժեր է կուտակել այնտեղ եւ ինտենսիվ հրետակոծում է քաղաքը, որտեղ ըստ ուկրաինական կողմի գնահատականների ներթափանցել է մոտ 300 զինվոր։ Չնայած դրան, ռուսական զորքը վերջին օրերին հաջողություններ չունի այնտեղ, ասել է նա։ Ռազմաճակատի բոլոր մարտերի մոտ 30%-ը տեղի է ունենում Պոկրովսկում, Ռուսաստանի կիրառած կառավարվող ռումբերի մոտ 50%-ը կրկին բաժին է ընկնում Պոկրովսկին։ Այսինքն հասկանում եք, թե որքան դժվար է մեր տղաների համար։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ իրավիճակը դժվար է նաև հարևան Դոբրոպիլիայում, թեև այստեղ ըստ նրա ռուսական զորքն ամբողջությամբ կորցրել է նախաձեռնությունը։ Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավոր Մարիանա Բեզուգլան հայտարարել է, որ Զելենսկին բացահայտ ստում է Պոկրովսկում եւ Կուպյանսկում տիրող իրավիճակի մասին։ Եթե այս սուտը նրա կողմից տեղեկատվական մտածված գործողություն լիներ, իսկ որոշումները կայացվեին իրական ստուգված տեղեկությունների հիման վրա, բայց մեզ մոտ որոշումները կայացվում են նույն այս փտած ստերի հիման վրա։ Ռուս ռազմական վերլուծաբան Յան Մատվեևը Ազատության նստաշ Եվրեմիա հեռուստաալիքին ասել է, որ առայժմ ոչինչ չի վկայում, որ ռուսները վերահսկում են Պոկրովսկի մեծ մասը։ Ըստ նրա, նախկինում ռուսները մեծ տարածքներ գրավելիս դրոշներով լուսանկարվում էին քաղաքի տարբեր հատվածներում, տեսանյութեր պատրաստում փողոցներում, ինչը վկայում էր, որ այդ տարածքները համեմատաբար անվտանգ են նրանց համար։ Մինչդեռ հիմա հրապարակված կադրերն արված են միայն անօթաչուներից, ինչը չի վկայում, որ քաղաքն ամբողջությամբ նրանց վերահսկողության տակ է։ Միակ տեսանյութը, որ կա, դա ըստ ամենայնի հարավային ծայրամասերում է արված, որտեղ ռուս զինվորականները 2-3 խաղաղ բնակ չեն ինչ որտեղ անում։ Իսկ որ նրանք դիրքավորվել են հարավային թաղամասերում, դա մինչ այդ էլ հասկանալի էր։ Ռուսական զինուժը գիշերը շարունակել է հարվածները ուկրաինական տարբեր շրջաններին, այդ թվում Օդեսայի էներգետիկ եւ նավահանգստային ենթակառուցվածքներին։ Դնեպրոպետրովսկում սպանվել է 1, վիրավորվել 11 մարդ, 6 մարդ էլ վիրավորվել է Խարկովում։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Բաշկորտոստանի Ստերլիտամը քաղաքում գտնվող քիմիական գործարանին։ Ուկրաինական անօթաչուների պատճառով մի շարք քաղաքների, այդ թվում Կազանի, Ուֆայի, Վոլգոգրադի եւ Սարատովի օդանավականները գործում են սահմանափակումներով։ Նիժնի Նովգորոդի օդանավակայանում չվերթները դադարեցվել են։ Ուկրաինական անօթաչուն հարվածել է Կուրսկի Ռիլսկ քաղաքի էլեկտրաէներգիայի ենթակայանին, մոտ 16000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։